Հանուն հոր եւ որդվո եւ ոգվին սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կթալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մարտի 8-ն կհամարվի իբրև գանանց միջազգային օր։ Այդ օր կանայք կմեծարվին, կբադվվին, իրենց դղամարտոց կողմէ նվերներ կստանան, զաղիքներ կստանան, գիշադակվին բամության ընթացքին կորձած հրճակավոր կանայք, որոնք մարդկության կյանքի մեջ, ազգի կյանքի մեջ մեծ ներդրումներ կատարած են, լուսարցակի տակ կարգվին այսօր կանանց ունեցած կարևոր դերակատարությունը եւ այլն։ Մեր ազգի մեջ եւ մեր հայրենիքի մեջ կանանց այդ հիշատակության օրը միայն մեկ օր չէ, այլ երկարի ամբողջ մեկ ամսյակը եւ գավառդի այսօր ապրիլի 7-ին։ Սակայն սիրելիներ, այսօր որ ապրիլի 7-ը կնկատվի իբրև մայրության, քեղեցկության օր, կուզեմ որ մենք ամենքսալ մեր հայացքները ուղենք այն գինին, որ սիրելիներ կանանց բադիվը բարձրացուց, որ իսկապես մայրության դիբար դարձավ, եւ մայրության դիբար, եւ գույսերու դիբար, եւ կանանց դիբար, եւ իր պատճառով աշխարհ մտած եւ այն միջոցով աշխարհ մտած անեծքը փոխվեցավ օրհնության։ Անիգա ուրիշ մեկը չէ, եթե ոչ Դիրոջ մայրը, Դիրամայրը, Սուրբ Մարիամ։ Սիրելիներ, Սուրբ Մարիամը Եղիսաբեթ իր ասկականին կողմէ, Հովանես Մկրտիչի մորը կողմէ գոչվեցավ երանելի։ Ըսավ օրհնյալ ես դու կանանց մեջ, օրհնյալ ես դու բոլոր գիներու մեջ։ Իսկապես Աստվածամայրը բարձրացուց սիրելիներ բոլոր կանանց բադիվը եւ օրհնություն դարձավ։ Վերցուց անեծքը, որովհետև այնքան խոնարհեցավ Տիրոջ դիմաց, Աստծո դիմաց, որ Աստված ուզեց զայն իրեն հարց ընդունել։ Եվ այսօր ապրիլի 7-ը հայաստանյաց առաքելական մեր Սուրբ եկեղեցին գիտեք ինչ կնշե, ինչ կբանձացնե Ավետման դոնը։ Ավետման դոն կնշանակե այն օրը, երբ հրեշտակը, Գաբրիել հրեշտակաբեդը ուղարկվեցավ Աստուծո կողմէ Սուրբ Մարիամի Գալիլեայի Նազարեթ քաղաքի մեջ, ուր ավետեց ասելով ուրախացիր ով շնորհալի գույս, որովհետև թուն պիտի հղանաս Սուրբ Հոգիեն, զավակ պիտի ծնիս եւ անիգա մեծ պիտի գոչվի, Աստուծո որդի պիտի գոչվի։ Եվ Սուրբ Մարիամ հնազանդեցավ։ Ահա այսօր ավետման օր է։ Շատ հին ժամանակներուն սիրելներ, երբ դակավին քրիստոնեական դոները, դերունի դոները առանցին օրեր չունեին, բոլոր դոները Աստվածահայտնության օրը կնշվեին, հունվարի 6-ին։ Հետո սակայն բոլոր դոները իրենց դասավորումով բաժնվեցան դարվա մեջ, ինչու համար ապրիլ 7-ին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կդոնե ավետման դոնը, որովհետև ճիշտ 9 ամիս յետ հունվարի 6-ը մենք կդոնախմբենք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Աստվածահայտնության օրը։ Հետևաբար սիրելիներ, այսօր Աստվածամոր ավետման օրն է։ Աստվածամայրը դարձավ Հիսուսի մայր։ Աստված հաջեցավ, որ իր որդին այս մաքրամաքուր գինեն ծնի, աղախինեն ծնի։ Անիկա իր կյանքի մեջ սիրելիներ մեղքեր չգործեց։ Այո, որպես մարդ աթամական մեղքը ժառանգեց, որպես մարդ թերություններ ունեցավ, բայց մեղքեր չգործեց չարությամբ։ Եվ Սուրբ Հոգին անոր վրա հնչեցավ։ Սիրելիներ, Աստվածամայրը այդ աթամական մեղքենալ մաքրվեցավ եւ իր Սուրբ արքանքի մեջ գրեց միածին որդին Աստուծո,
որ հավիտենական ժամանակներեն առաջ իբրև հոգի քոյություն ուներ երկինքի մեջ, բայց մեզի համար, մեր սիրույն, մեր մեղքերը իր վրա առնելու համար մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելաբես ի Մարիամա սրբոգուսեն, վասն մերո բրգության։ Եվ սիրելներ խաչին վրա Հիսուս չմորցավ իր մայրը, այլ իր մայրը հանձնեց իր աշակերտ Հովանեսին, որ միագը հավատարի մնաց Հիսուսի խաչին տակ, մյուս առաքյալները լքեցին զինքուփախան, եւ Հովանես ավետարանիչը, որ ամենեն փոքրն էր առաքյալներու մեջ, գնկատվի սիրելիներ հոգևոր իմաստով Քրիստոսի հավատարիմ եկեղեցին։ Հետևաբար, ինչպես որ Մայրիկ Աստվածածինը հանձնվեցավ Հովանես առաքյալին, եւ Հովանես առաքյալն հանձնվեցավ Աստվածամոր, Հիսուս այդպես ասավ իր մորը Սավահավասիկ զավակը, Հովանես առաքյալին Սավահավասիկ մայրը, հոգևոր իմաստով սիրելներ, հետևաբար Հիսուս իր մայրը հանձնեց եկեղեցին մեզի եւ մեզալ հանձնեց իր մորը։ Եվ Մայրիկ Աստվածածինը խորաբես գաղոթե մեզ մե յուրաքանչյուրին համար։ Զինք հավատացողներուն եւ չհավատացողներուն համար, ուր մնաց իրեն հավատացողներուն։ Հետևաբար սիրելներ, ինչ որ ավեդում եղավ Աստվածամոր կյանքի մեջ, իրեն ավեդվեցավ, որ Աստուծո որդին պիտի ծնի, այսօր նաև սիրելներ, ես կուզեմ համարել, որ այդ ավեդումը նաև ուղղված է մեզ մե յուրաքանչյուրին, ճշմարիտ այն հավատացյալներուն, որոնք գահավատան Հիսուս Քրիստոսի սուրբ երրորդության եւ գահավատան, որ Հիսուս իր մայրը մեզի հանձնեց։ Եվ այս արիթով սիրելներ, ես պիտի ուզեմ ցեզի ընթերցել Սուրբ Սիղվանոս Աթոսացիի 11-րդ գրվածքը, որ գվերապերի Աստվածամոր։ Սիրելներ, երկու բառով միանասեմ, որ Սուրբ Սիղվանոսը ինքը թեև ռուս եղած է եւ Ռուսաստանի մեջ ծնած է, զինվորություն ավարտած է, 1866-ին ծնած է, սակայն միշտ փափակած է վանական կյանքով ապրիլ եւ իսկաբեսալ, երբ զինվորությունը գավարդե, գմեկնի Աթոս, Հունաստան, այն Աթոսի գղզին, ուր հույն գրոնավորներ վանական կյանքով գաբրին, եւ 30 տարեկանին 1896-ին գուսագրոն գտարնա գոցվի եւ գաբրի մինչեւ իր կյանքի ավարտ 1938 թվականը եւ 121 տարիներ յետ սիրելներ 1987 թվականին հույն եկեղեցու գողմե կսրբատասվի որպես սուրբ։ Այս քրվածքը Աստվածամոր նվիրված սիրելներ, այս քրվածքի մեջ Սուրբ Սիղվանոս գուզե մեզի ցույց տալ, որ մենք դժբախտաբար չենք հասկնար Աստվածամոր սերը, որ ինք ունեցած է Հիսուսի հանդեպ եւ մարդոց հանդեպ։ Որովհետեւ սիրելներ, մայրը բնականաբար իր որդվույն նկատմամբ այնքան խորունկ սեր գունա, որ զինք հերու կբահե մարդկային վնասներեն։ Բայց Աստվածամայրը այնքան սեր ուներ իր որդի նկատմամբ, բայց նույնքան նաև ժողովրդի հանդեպ, մարդոց հանդեպ, որ ինք դարաբեցավ եւ տեսավ իր որդիին չարչարանքները, բայց հավատաց, որ անիգա մարդկության փրկության համար եղավ։ Ահա այս սիրուն մասին է, որ գործե խոսիլ Սուրբ Սիղվանոս իր անձնական փորձառության, որտեղ ինքը իր կյանքի մեջ սիրելներ չար ոգիներուն գոմեն շատ հալածված է, բայց Աստվածամայրը շատ օգնած է իրեն։ Եկեք լսենք այս ավետման դորին օրը, այս սկանչելի քրությունը, զորգուզեմ ցեզի ընթերցել։ Թարգմանությունը գդարած է սիրելիներ շատ սկանչելի գերբով, ուրեմն Հրաչ Պեգլարյանը Աստվածամոր մասին։ Երբ հոգին Աստուծո սիրո մեջ է, այդ ժամանակ որքան լավ է ամեն ինչ, եւ ուրախ եւ կնքուշ, չէ, եւ որ հոգիդ
Աստուծո մեջ է, Աստծո սիրո մեջ է, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ ուրախություն է։ Բայց եւ Աստուծո սիրո արագայությամբ է թախից լինում։ Այո, երբ որ նույնիսկ սիրո մեջ լանք Աստուծո, երբեմն թախից կլինի։ Դրդմություն, ինչու՞։ Եվ որքան շատ է սերը, այնքան շատ է թախիծը։ Իսկապես, որքան խորունկ սեր ունենանք Աստծո նկատմամբ, եւ տեսնենք մյուս կողմը մեր ընտանիքի անդամներուն, մարդկության, մեր ազգի մեջի այս բոլոր անկարգությունները Աստծո հերացումը մեր սրտի մեջ խորունկ թախիծը, դրդմությունը, նեղությունը, ցավը գաբրին։ Աստվածամայրը երբեք ոչ մի չար մտքով մեղք չգործեց եւ երբեք չգործրեց շնորհը, բայց նա էլ մեծ վշտեր ունեցավ։ Իսկ երբ նա գանկնած էր խաչի մոտ, այն ժամ նրա վշտերն անսահման էին, օվկիանոսի պես, եւ նրա հոգու դարաբանքներն անհամեմատ մեծ էին, քան Ադամի դարաբանքները թրախտից վդարվելու համար, քանի որ նրա սերն անհամեմատ մեծ էր, քան Ադամի սերը թրախտի հանդեպ։ Եվ որ Ադամ եւ Եվան դուրս արդակսվեցան թրախտեն, գսե Սուրբ Գիրքը, որ անոնք դրդմեցան, բայց անոնց դրդմությունը այնքան չէր, որքան Աստվածամորը, որովհետեւ Աստվածամայրը սիրելիներ ավելի մեծ սեր ունի Աստծո նկատմամբ, քան թե անցյալին Ադամ եւ Եվան ունեցան։ Եվ եթե նա Աստվածամայրը գենթանի մնաց, ողջ մնաց, ապա նրա համար, որ Տիրոջ սերն ամրապնդեց նրան, քանզի Տերը ցանկացավ, որ նա տեսնի նրա հարությունը եւ նրա համբարձումից հետո առաքյալների եւ քրիստոնյա նոր ժողովրդի համար երկրի վրա մխիթարություն եւ սիրո ուրախություն լինի։ Սիրելիներ, գրնար Աստվածամոր սիրտ բայթեր, երբ տեսավ իր որդին խաչվիլը, երբ տեսավ Աստվածորդին խաչվիլը, գրնար բայթեր, բայց Տերը խնայեց, որբեսի նաև Աստվածամայրը երկրի վրա տեսներ իր որդին հարությունը։ Խնայեց եկեղեցվա համար, որբես Աստվածամայրը եկեղեցվո հավատացյալներուն, նորաթարսներուն մխիթարությունը լար, սիրո, հույսի։ Մենք հասու չենք դիրամոր սիրո ամբողջությանը եւ դրա համար էլ չենք կարողանում լիովին հասկանալ նրա վիշտը։ Շփախտաբար մենք Աստվածամոր այդ խորունկ սերը չունենք, որ հասկանանք նաև անոր վիշտը։ Նրա սերը գադարյալ էր, նա անչափ սիրում էր Աստծուն եւ իր որդուն, բայց նա մեծ սիրով նաև ժողովրդին էր սիրում։ Ահա Սուրբ Սիղվանոս կսե։ Եվ ինչ ապրումներ ունեցավ նա, երբ այդ մարդիկ, որոնց այդքան շատ էր սիրում եւ որոնց փրկություններ ցանկանում Աստվածամայրը, խաչեցին իր սիրելի որդուն։ Սիրելիներ, եթե փորձենք ուղեղով այս խոսքերը հասկանալ, ըմբռնել, որքան դժվար է։ Աստվածամայրը, որ խորունկ սեր ուներ ժողովրդի նկատմամբ եւ գուզեր, որ փրկվեին, այդ մարդիկը խաչեցին իր որդին։ Մենք դա հասկանալ չենք կարող, քանի որ մեր սերը քիչ է Աստուծո մարդկանց համար հանդեպ։ Ինչպես որ դիրամոր սերն է անչափ եւ անըմբռնելի, այնպես էլ նրա վիշտն է անըմբռնելի մեզ համար։ Օ անարատ գույս Աստվածամայր, հիմա Աստվածամոր հետ կխոսի Սուրբ Սիղվանոս։ Ասամ ես քո զավակներին, ինչպես երկրի վրա ապրելով դու սիրեցիր քո որդուն եւ Աստծուն, քո հոգին ինչպես էր ուրախանում Աստծո քո փրկչի մեջ, ինչպես էր նայում նրա քեղեցիկ դեմքին եւ մտածում, որ նա է, ում ահով ու սիրով ծառայում են բոլոր երկնային ուժերը։ Մեկ հատ երևակայենք սիրելիներ, Աստվածամայրը, որ մանուկ Հիսուսը գնայեր, գիտեր, որ ասիկա այն դերն է, որուն կբաշտեին երկնքի մեջ բոլոր երկնավոր հրեշտակները, բոլորը գտողային անոր թեմքին այլու եւ իմ Աստվածամայրը մանգացած Աստվածորդուին թեմքին գնայր սիրով։ Ահա ասամ ես, ինչ էր զգում քո հոգին, երբ ցերկերիդ վրա բահում էիր քո հրաշալի մանգանը։ Դու ինչպես էիր նրան դաստիարակում, քո հոգին ինչպես էր ցավում, երբ դու Հովսեփի հետ 3 օր նրան փնտրում էիր Երուսաղեմում։ Ինչպիսի դանչանքներ գրեցիր դու, երբ դերը դադարեցվեց խաչվելու եւ մահացավ խաչի վրա։ Ասամ ես,
ինչպիսին էր քո ուրախությունը հարության ժամանակ, կամ ինչ կարոտ էր դանչում քո հոգին Տիրոջ հարության ժամանակ։ Մեր հոգիները փափակում են իմանալ երկրի վրա Տիրոջ հետ քո կյանքի մասին։ Ախր դու չցանկացար այդ ամենը քրի առնել, այլ լրությամբ ծածկեցիր քո քաղտնիքները։ Հիմա Սուրբ Սիղվանոս գխոսի գբատնե մեզի։ Ես շատ հրաշքներ ու ողորմություններ եմ տեսել Տիրոջից ու Տիրամորից, բայց այդ սիրո դիմաց ոչինչ փող հատուցել չեմ կարողանում։ Ես ինչ տամ անարատ Տիրուհուն նրա դիմաց, որ նա իմ մեղքի մեջ եղած ժամանակ չքժդվեց ինձ հետ, չնեղացավ ինձ մե, այլ ողորմածապար այցելեց եւ խրատեց։ Անձնական այցելություն ունեցած է Սուրբը։ Ես նրան չեմ տեսել, բայց Սուրբ Հոգին նրան ճանաչել տվեց ինձ։ Իմ հոգին ուրախանում է նրա բարերից, որ լցված էին շնորհով, եւ իմ հոգին սիրով փափակում է նրան այնպես, որ նույնիսկ նրա անունն արտասանելը քաղցր է սրտիս համար։ Սիրելներ, եթե մեկը գուզե Աստվածամայրը տեսնել, արդեն Աստվածամոր անունը դալը, Տիրամայր ըսելը, Սուրբ Մայրիկ ըսելը, Սուրբ Մարիամ ըսելը, սիրելներ, ուրախություն պետք է բաժարե հոգիներու մեջ։ Մի անգամ գբատնե հիմա Սուրբ Սիղվանոս, երբ ես թերևս երդասարդ վանական էի եւ աղոթում էի Աստվածամոր պատկերի առաջ, Հիսուսի աղոթքը մտավ իմ սիրտը։ Հիսուսի աղոթքը, սիրելներ, այն աղոթքն է, որ Հիսուս Քրիստոս Աստուծո որդի ները մեղավորիս։ Ուրեմն այդ աղոթքը մտավ սրտիս մեջ եւ սկսեց այնտեղ անընդհատ հնչել։ Դեր Հիսուս Քրիստոս որդի Աստուծո ողորմյա մեղավորիս։ Իսկ մի անգամ եկեղեցում ես լսում էի Եսայու մարգարեության ընթերցանությունը, որ գսեր եւ լվացվեցեք, մաքրվեցեք իմ աչքի առաջ, ձեր չար արարքները թոթափեցեք ցեզնից, վերջ տվեք ձեր չարագործություններին։ Եսայի առաջին գլուխ 16-րդ համարեն է։ Այս բառերը լսելիս ես մտածեցի, Տիրամայրը գուցեև ինչ որ ժամանակ թեգուզև մտքով մեղք է կործել։ Այդպես մտածեց Սուրբ Սիղվանոս։ Եվ ահա պատասխան եկավ իրեն։ Զարմանալի բան, իմ սրտում աղոթքի հետ միասին ցայն ասաց. Տիրամայրը ոչ մի անգամ նույնիսկ մտքով մեղք չի կործել։ Սուրբ Հոգին այդպես իմ սրտում վկայեց նրա մաքրությունը, բայց երկրային կյանքի ժամանակ նա էլ ինչ թերացումներ ու սխալներ ուներ։ Դրանք ամեղ սխալներ էին եւ ոչ կատարյալ լինելու արդյունք։ Դա երևում է Աստվածաշնչից, երբ նա Երուսաղեմից վերադառնալիս չգիտեր որտեղ էր իր որդին եւ Հովսեփի հետ 3 օր փնտրում էր նրան։ Ինչպես կգարտանք Ղուկասու Ավետարանի 2-րդ գլխի մեջ, հատկապես 44-46 համարներում մեջ։ Ասում թերություններ էին, բայց իր գադարելության վրա չէին աստեր։ Որտեւ գիտակցված մեղք չէր։ Աստվածամայրը գիտակցված մեղք չէ կործած։ Աստվածիկ անարատ բահեր է։ Ոչ թե ծնունդով անարատ է։ Այս սիրելները Սուրբ Հոգինը ստացավ ինք անարատ մնաց։ Իմ հոգին վախի ու դակնաբի մեջ է ընկնում, երբ մտածում եմ Աստվածամոր փառքի մասին, գսես Սուրբ Սիղվանոս։ Իմ խելքը քիչ է, իմ սիրտը խեղճ ու թույլ, բայց սիրտս ուրախանում է եւ փափակում է նրա մասին թեգուզև մի քանի խոսք գրել։ Հոգիս վախենում է հբվել նրան, բայց սերը նրան ըստիբում է չթաքցնել շնորհակալությունը նրա ողորմածության համար։ Տիրամայրը քրի չի արել ոչ իր մտքերը, ոչ իր սերն Աստուծո եւ որդու նկատմամբ, ոչ էլ իր հոգու դարաբանքը խաչելության ժամանակ, քանի որ միևնույն է, մեզ հասանելի չէին լինի, քանզի նրա սերն Աստուծո հանդեպ ավելի չերմ եւ ուժեղ է, քան սերովպեներին ու քերովպերինը, եւ նրա վրա զարմանում են հրեշտակների եւ հրեշտակապետների բոլոր երկնային դասերը։ Որքան գսիրես սիրելներ, գսիրեն հրեշտակները, սերոպեները, քերոպեները Աստվածամոր սերը քերի վեր է, անոնցմե վեր է։ Թեև Աստվածամոր կյանքը դարձես ծածկված է սրբազան լրությամբ, բայց դերը մեր ուղղափառ եկեղեցուն հայտնեց, որ նա իր սիրով ընդգրկում է ողջ աշխարհը
Եվ Սուրբ Հոգով տեսնում է աշխարհի բոլոր ժողովուրդներին երկրի վրա եւ իր որդու նման բոլորին խղճում ու ողորմում է։ Օ, եթե մենք իմանայինք, թե որքան սիրում է նա բոլոր նրանց, ովքեր բահբանում են Քրիստոսի պատվիրանները եւ ինչպես է խղճում ու վշտանում նրանց համար, ովքեր չեն ուղղվում։ Այո, Աստվածամայրը սիրելներ անկերազանցելի, անփածադրելի սիրով գսիրե բոլոր անոնք, որոնք իր որդին հանդեպ խորունկ սեր ճշմարիտ սեր ունին եւ խոր վիշտ ունի բոլոր անոնց նկատմամբ, որոնք ճշմարտաբար չեն ուղղվիր, չեն դառնար Աստծո։ Ես դա սկացել եմ ինձ վրա, գսե Սուրբ Սիղվանոս։ Չեմ սդում, վգայ Աստված, որին գիտի իմ հոգին, ես հոգով ճանաչում եմ Սուրբ Դիրամորը։ Ես նրան չեմ տեսել, բայց Սուրբ Հոգին ինձ ճանաչել տվեց նրան եւ նրա սերը մեր հանդեպ։ Եթե նրա ողորմածությունը չլիներ, ես վաղուց մահացած կլինեի, բայց նա ցանկացավ այցելել ինձ եւ խրադել, որ մեղք չկործեմ։ Նա ինձ ասաց. ինձ համար լավ չեն այել քեզ եւ այն բանին, որ դու անում ես։ Սիրելներ, Աստվածամոր այս խոսքը, որ ուղղված է Սուրբ Սիղվանոսին, նաեւ այսօր մեր ականջներուն, մեր հոգի մեջ թող արձականքվի։ Եթե գնենք բաներ, որոնք սիրելներ մարդոց թեև չեն երևի, բայց Աստված կտեսնի, Սուրբ Աստվածամայրը հրեշտակները կտեսնեն։ Աստվածամայրը գսե որ ինձ համար լավ չեն այել քեզ եւ այն բանին, որ դու անում ես։ Նրա բարերը հաճելի են, մեղմ, հեզ եւ աստում են հոգու վրա, գսե Սուրբ Սիղվանոս։ Անցել է ավելի քան 40 տարի եւ իմ հոգին մոռանալ չի կարողանում այդ խոսքերը։ Եվ ես, մեղավորս, չգիտեմ թե ինչով փոխհատուցեմ իմ ամմակուրիս նկատմամբ ցուցաբերած նման սիրո համար եւ ինչպես շնորհակալ լինեմ բարի եւ ողորմած Դիրամորը։ Նա մեր ճշմարիտ բարեխոսն է Աստծո առաջ եւ միայն նրա անունն ուրախացնում է հոգին։ Բայց ողջ երկինքը եւ ողջ երկիրն ուրախանում են նրա սիրուց։ Զարմանալի եւ անհասկանալի է։ Նա երկնքում է ապրում եւ անընդհատ տեսնում է Աստծո փառքը, բայց նաեւ մեզ դժվարներից չի մոռանում եւ իր ողորմածությամբ հովանավորում է ողջ երկիրն ու բոլոր ժողովուրդներին։ Գաբրի երկնքի մեջ սիրելներ Աստծո փառքը կտեսնի ամեն օր։ Քերազանց է քան հրեշտակները սիրելներ, ամենեն բարձրն է, ամենեն մոտիկը Սուրբ Երրորդության, բայց նաեւ չի մոռնալ երկրի վրա ապրողներս։ Եվ իր անարատ մորը դերը նվիրեց մեզ։ Ինչպես ասի, Դեր Հիսուս իր անարատ մոր նվիրեց մեզ։ Նա մեր հույսն ու ապավենն է։ Նա մեր մայրն է հոգով եւ իր բնույթով մոտ է մեզ որպես մարդ եւ յուրաքանչյուր քրիստոնյայի հոգի սիրով փափակում է նրան։ Այսօր սատանան սիրելներ, որովհետեւ Աստվածամարմեն գթողա, որովհետեւ Աստվածամայրը այն գինն է, որ ջզմեց սիրելներ սատանային գլուխը չմոռնակ։ Ինչ որ Աստված եւ այն ասած էր քու եւ գնոջ միջև, քու եւ գնոջ սերունդի միջև թշնամություն պիտի դրեմ, դու անոր քարշաբարը պիտի խայտես, գրունգը եւ ան պիտի ջզմեք ես, անիկ Աստվածամայրը եղավ։ Հետևաբար այսօր սատանան սիրելներ նույնիսկ զանազան քրիստոնյա խմբակներու, զանազան քրիստոնյա մարդոց գահամոզե որ մի աղոթեք Աստվածամոր։ Աղոթքը միայն Աստուծո է։ Այո սիրելներ, աղոթքը Աստուծո հետ խոսակցություն է, բայց նաեւ սուրբերուն հետ։ Փրկիչը մեկ է, Հիսուս է։ Հիսուսեն զատ ուրիշ մարդ չի փրկեր։ Աստվածամայրը բարեխոս է, ինչպես որ մենք իրարու գրնանք իրարու համար աղոթել։ Ինչպես որ դուք ինձ մի աղոթ կխնդրեք, ես ձեզ մի աղոթ կխնդրեմ։ Ինչպես որ Սուրբ Գիրքը գսե իրարու համար աղոթեցեք։ Այդպես ալ սիրելներ, սուրբերը անոնք մարմինով մեռած են, բայց ոչ հոգիով։ Անոնք Աստծո ներկայության են, իսկ Սուրբ Աստվածամայրը ուղագի Սուրբ Երրորդյան դիմաց։ Անոր բարեխոսություն խնդրողը սիրելներ խիթարություն ունենա, որովհետև ինք Աստվածամայրը մշտապես կբարեխոսե իր որդին Հայր Աստուծո Սուրբ Հոգին դիմաց մեզի համար։ Այսօր ավետման օր է։ Փառք հրաշալի ավետման համար։ Որքան ուրախություն եղավ, որ հրեշտակը եկավ ավետեց Աստվածամոր Աստուծո
գամքը, որ որդի պիտի ծնի, եւ որդին ոչ թե բարձ որդի է մարդկային, այլ Աստուծո որդին է, Փարսիալին որդին է։ Ես սիրելներ, Փարսիալի մենք մեր հնազանդությունը հայտնած կլանք, երբ որ այդ Ավիդիսը նաև մերը կդարձնենք եւ Աստվածամայրը մերը կդարձնենք եւ մենք Աստվածամորը կդառնանք եւ Աստվածամայրը մեզ իր որդին գցոնե Սուրբ Երրորդության գցոնե։ Հետևաբար Աստվածամայր քու բարեխոսությունը կխնդրենք, որ աշխարհի մեջ խաղաղությունը լա, մեր ընտանիքներուն, մեր հոգիներու մեջ խաղաղությունը լա, խռովությունները վերանան, որ յուրաքանչյուր քրիստոնյա սրբությամբ ապրի, քու որդի չջանցող ազգերը, ժողովուրդները, մարդիկը հոգևոր արթնություն ունենան, որպես քու վիշտերը թեթևնան, անոնք զաստված գտնեն, Հիսուս Քրիստոսը քու որդիդ ընդունին եւ հավիտենական կյանքին արժան ելան։ Ով Աստվածամայր, օգնե նաև մեր զինվորներուն, այդ մեր քաչարի զինվորներուն, որոնք մեր վտանգված սահմանները կպաշտպանեն, թուն իրենց մայր եղիր, թուն անոնց կողքին եղիր, վանականներու կողքին, կրոնավորներու կողքին, անոնց սրբության մղելով, պետական այրերու կողքին, որբեսի իմաստությամբ առաջնորդեն երկիրը, քերեվարված մեր զավակներուն, փանդարգված մեր զավակներուն կողքին, որբեսի մխիթարություն գտնեն քեզմով եւ գադարյալ ազատությամբ դուն վերադառնան։ Այն մայրերուն, ով դիրամայր, որոնք ցավաբրեցան, որոնք վիշտերու մայր են, իրենց զավակները ազգին նվիրելով, որոնք նահատակներու մայր են, մխիթարություն եղիր, ով մայրերուն մայրը, բոլոր հիվանդներուն, բոլոր դգարներուն, բոլոր անոնք, որոնք աշխարհի անգյուներեն քեզի գտիմեն, ով մայր, բարեխոս եղիր մեր բոլորին համար։ Եվ այն ավետիսը, որ քեզի դրվեցավ, եւ մեծ ուրախություն եղավ, այդ ավետիսը նաև մեզի թող դրվի։ Քրիստոս մեր հոգիներու մեջ ձաղկի ծնի, ով դիրամայր, եւ թունալ բահե մեր եկեղեցին, քրիստոնյա բոլոր եկեղեցիները, որբեսի բոլորսալ քու սրբությանդ օրինակով ապրենք եւ Սուրբ Երրորդությունը մեր կյանքի մեջ ունենանք եւ գալենք Աստուծո Սուրբ ջամփաներու մեջ են։ Ավետումդ օրտնյալը լա, ով Աստվածամայր, բարեխոսե որդիդ մոտ եւ մեր աղոթները մատուցե իրեն այսօր եւ հավիտյան ամեն։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, սիրելի քույրեր եղբայրներ, բարի եւ օրտնյալ օրցեր բոլորին։